կարճ ձևով մի քանի ոլորտներում աճ գրանցվեց, ինչպես ներկայացնում է ազգային վիճակագրությունը, կառավարությունը, արդյունաբերությունը։ Ընդ որում միանգամից ասեմ, որ արդյունաբերության մեջ աճը հիմնականում եղել է պայմանավորված նաև հանքարդյունաբերության զարգացման եւ կարի ոլորտի փոքր արտադրությունների զարգացման եւ ուրեմն հիմնականում այդ երկու ուղղություններով գյուղատնտեսության մեջ աճը էական է 11.6%, որը որ պայմանավորված է գյուղմթերքների արտադրությամբ, թարմրքեր, բանջարեղեններ եւ նաեւ արտանման մեջ դերակատարություն ունի։ Շինարարության մեջ մենք էական տարբերություն չունենք, դուք տեսնում եք, որ անշարժ գույքը գտնվում է երևս համալավաճացած վիճակում, գնային էական տարբերություններ չկան, հակառակը կա նվազման, ինչ որ ուրեմն տենդենս շինարարության նաև ոլորտի նվազել է պայմանավորված է վերջի տարիների ոչ ճիշտ քաղաքականությամբ, որովհետև շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածությունը այնպիսին է եւ հարկային ուրեմն հարկերի հավաքման մեխանիզմը այնպիսին է, որ դեռ չավարտված արդեն շինարարության դեպքում նույնիսկ սկսվում են հարկերի հավաքման խնդիրներ եւ շինարարության, ասենք, ոլորտում օրինակ շենքերի շինարարությունը դրանց վաճառքը 5 տարի համարյա ցիկլը տևում է, բայց հարկերը ավելի շուտ են սկսում հավաքվել։ Դրանք էականորեն թանկացնում են, խոչընդոտում են, կարծում եմ, որ շինարարության անկումը ոչ միայն պայմանավորված է գնողունակության, այլ նաև այդ ոլորտում տարվող ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում։ Առևտրի ոլորտում նվազել է ակնհայտորեն, դա պայմանավորված է, մենք գիտենք առևտրի ոլորտի նվազումը քաղաքացիների նվազման թվականակի կամ գնողունակության անկամ եւ այլն։ Ծառայությունների ոլորտում որոշակի աճ կա, որը պայմանավորված է նաև տուրիզմի զարգացմամբ կամ Հայաստանում այցելող տարբեր կոնֆերանսների, ֆորումներին ու 15 թվականին նաև 100-ամյակը գենոցիդի շատ այդ առումով խթանեց ծառայությունների զարգացումը։ Համենայն դեպս, եթե նայենք, ասենք, թե 3%-ի չափ տնտեսական, ասենք, թե ակտիվությունը, աճը եւ համեմատում ենք, այնուամենայնիվ կան էական տարբերություններ, ուզում դες ներկայացնել։ Եթե օրինակ 14 թվականին հնան կազմել է 11 միլիարդ 644 միլիոն, ապա արդեն նոյեմբերի կամ 9 ամսվա վիճակում նոյեմբերի արդյունքների որոշակի թվերը տարին դեռ ամփոփված չի, կարծում եմ, որ կավարտվի առնվազն $1 միլիարդ պակասությամբ։ Այսինքն մեր հնան չի կազմի այնքան, ինչքան եղել է 14 թվականին։ 15 թվականի հնան իմ կարծիքով մոտ $1 միլիարդ կարող է պակասինել, քան ուրեմն 14 թվականի հնան։ Միաժամանակ ուզում եմ ասել, որ գնաճի առումով էական խնդիրներ չեն առաջացել, դուք տեսակ նաև 15 թվականին ես էլ եմ մի քանական մանրուլով ասել, որ առանձնապես նաև նոր տարվա հետ կապված գնաճը տեղի չէր ունենա եւ այդպես էլ եղավ։ Եթե 14 թվականին օրինակ գնաճը եղել է 4.6%, ապա 15 թվականին 1.2% է եղել միջին անցված գնաճը, այսինքն ինքը շատ չնչին է եղել։ Եվ եթե 14 թվականին օրինակ հնայի աճ եղել է պայմանավորված ծառայություններով, գյուղատնտեսությամբ, այնտեղ հակառակը արդյունաբերությունը նվազել էր կամ շինարարությունը նվազել էր, ապա 15 թվականի մեջ հիմնականում դերակատարությունը արդեն նշեցի արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն հակառակը ունեցել են դերակատարություններ։ Բայց արդյունաբերության առումով ես այդքան շատ չեմ ուրախանում այդ 4.6% աճի ընդհանուր տենդենսով, որտեղ եթե մենք հիմնականում դա արել ենք հանքարդյունաբերության հաշվին, մենք պարզապես չմշակված հումք արտանել են կամ քիչ մշակված հումք արտանել են, քանակներին են մի քիչ զոր տվել հիմնականում ասենք բաղնձի բանի մոլիբդենի հետ կապված ոլորտներում եւ էականորեն նաեւ բացանքերի շահագործման շնորհիվ, այսինքն մենք վերամշակող արդյունաբերություն իրականում զարգացում չի ունեցել, հակառակը վերամշակող արդյունաբերությունը հետ է գնացել, պայմանավորված է նաեւ Ռուսաստանի իրավիճակով։ Ես հիմա դες ավելի կոնկրետ տվյալներ այդ մասով եմ։ Ճշտում եմ, պարոն։ Նույնպես կներկայացնեմ, ինչպես։ Ճշտում ուղղակի հնա որ նշում եք 1 միլիարդ պակաս, այսինքն տեսական անկում ենք մենք արձանագրել այս տարի։ Հնայի ծավալը, հնայի ընդհանուր ծավալը իմ կարծիքով կլինի ավելի փոքր, քան 14 թվականի հնայի ծավալը։ 10% ավելի փոքր, քան մոտավորապես 1 միլիարդի չափին հաշվարկով պակաս։ Բայց դեպքում ինչով է տեսական աճը։ Դե տեսեք, մեզ մոտ Ներեջավորական ծառայությունը տնտեսական աճի հնայի աճն է։ Ճիշտ է, ուրեմն տեսեք, ստրկամի խիտրություն։ Առաջ մի քանի առաջ զուտ հնայի հետ էին կապում, հիմա տնտեսական ակտիվության ցուցանիշով վերջի տարիներին գնահատվում,
ակտիվությունը մի քիչ ավելի լողոզված պատկեր է տալիս, քան իրական ասենք թե բացարձակ արժեքի աճերն են հաճախ լինում այդ տեսանկյունից։ Հիմա տեսեք, ուրեմն արդյունաբերության մեջ մշակող 5.3% նվազում է եղել։ Եթե օրինակ արդյունաբերության մեջ, ընդհանուր արդյունաբերության մեջ մշակող արդյունաբերությունը ունի կառուցվածքի առումով համարյա թե 60%-ի հասնող դերակատարություն, ապա այդ ամբողջի մեջ 5.3% մեր մոտ մշակող արդյունաբերության անկում է տեղացել։ Միաժամանակ նշեմ, որ հիմնականում տեսեք, որ ոլորտն են ավելի շատ տուժել։ Սննդամթերքի արդյունաբերության մեջ նվազում եղել է 7.7%։ Ուրեմն հիմնային մետաղների արտադրության մեջ 15.2%, խմիչքների արտադրության մեջ եղել է նվազումը 20-23%, ընդհանուր արդյունաբերական ցուցանիշի նկատմամբ եմ ասում։ Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների գծով 15.5%, այսինքն արդյունաբերության առումով մենք էականորեն հետ ենք գնացել։ Ընդհանուր ցուցանիշը աճ ունի հանքարդյունաբերության աճին, բայց ասենք վերամշակող արդյունաբերության մեջ մենք միայն ունենք նվազումներ։ Բարձր չէ, ինչ եմ ուզում ասել։ Արդյունահանման հաշվին աճ ենք գցել, բայց մշակողով նվազել։ Արտաքին ուրեմն առևտրաշրջանառությունը, որի մասին դուք միշտ հետաքրքրվում եք, փաստորեն արտահանումը մոտավորապես ասենք 4.6%-ի ընդամենը նվազում ունի, ներմուծումը մոտ 26%-ի, բայց այստեղ էլ հետաքրքիր է, թե դա ինչի հաշվին է տեղ ունեցել, ուրեմն հիմնականում ավելացել է ԱՊՕ երկրների հետ առևտրաշրջանառությունը, բայց ասենք Ռուսաստանի մասով ունենք էական նվազում, եվրոպական երկրների մասով, ուրեմն նվազել է, եթե եվրոպական երկրների մասնաբաժինը եղել է մոտ 25%, 26% Հայաստանի արտաքին առևտրի մեջ եւ արտահանման մեջ, կոնկրետ թեմա արտաքին առևտրի մասով ասենք, եւ արտահանման մեջ, ապա 1.4% անկում է եղել։ Այլ երկրների դիվերսիֆիկացիա է նկատվում, որոշակի Կանադա, ասենք աճը դեպի Չինաստան, Իրաքի կողմը աճ կա, կամ ասենք Շվեյցարիա եւ այլն, որոնք որ որոշակի իրավիճակը լավացրել են, բայց ընդհանուր առմամբ մեզ մոտ արտաքին առևտրաշրջանառությունը էականորեն իրեն կրճատվել է։ Հիմա տեսեք, արտահանման կրճատումը 4.7%, հիմնականում ԱՊՕ երկրներ, որոնք որ կազմել են Հայաստանի համար մոտ 27%-ը, եվրոպական երկրները, այսպես գլոբալ, եթե հաշվենք 5.8% զուտ արտահանման մասը, եւ այլ երկրների նկատմամբ աճը կազմել է 6.8%,